Թուրքի իշխանամետ պարբերականը սենսացիոն տեղեկություն է տարածել։ Ըստ այդմ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանում ի նշան Իսրայելի հետ համերաշխության եւ ի նշանավորման Համասի հարձակման երկրորդ տարելիցի բազմաթիվ պետական հաստատությունների շենքերին Ադրբեջանի պետական դրոշը խոնարհվել է։ Թուրքական պարբերականն այդ տեղեկությունը հայտնել է հղելով սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերին, որ իրենց հերթին աջակցություն են հայտնել Իսրայելին Համասի ահաբեկչության դեմ արդարացի պայքարում։ Ըստ երևույթին այդ տեղեկությունը հիմնազուրկ չէ եւ թուրք-ադրբեջանական դիվանագիտական սկանդալի առիթ է հանդիսացել։ Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվել է Գաբալայում եւ թուրքախոս պետությունների առաջնորդներին կոչ է արել համագործակցել Սիրիայի նոր իշխանությունների հետ, միասնաբար պաշտպանել անկախ պետություն ունենալու Պաղեստինի ժողովրդի իրավունքները։ Իրավիճակը ստիպել է, որ Ալիևի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հանդես գա պաշտոնական հայտարարությամբ։ Սոցիալական ցանցերի որոշ հրապարակումներում տարածված տեղեկությունը իբր Ադրբեջանում պաղեստինցիների դեմ Իսրայելի պատերազմի երկրորդ տարելիցի առիթով պետական դրոշները խոնարհվել են ապատեղեկատվություն է, ասված է Ալիևի աշխատակազմի տարածած տեքստում։ Ըստ այդմ նման ապատեղեկատվությունը հետապնդում է մի նպատակ՝ կառավարել հանրային տրամադրությունները, վնասել թուրք-ադրբեջանական հարաբերություններին, Ադրբեջանը ներկայացնելով որպես հակապաղեստինյան պետություն, նսեմացնել Թուրքիայի եւ թուրք-իսլամական աշխարհի միջազգային հեղինակությունը։ Որքանով հասկացվում է պաշտոնական հայտարարությունից, Ադրբեջանում հոկտեմբերի 7-ին իսրայելամետ ակցիաներ այնուամենայնիվ տեղի են ունեցել։ Իսկ դա բացահայտ անարգանք է Թուրքիայի նախագահի հասցեին, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուին նույն օրը մեղադրել է Գազայում ցեղասպանություն իրականացնելու համար եւ նրան անվանել տարածաշրջանի խաղաղության եւ կայունության միակ սպառնալիք։ Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի լիագումար նիստին ընդառաջ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։ Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին շնորհավորել է ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը շնորհավորանքի համար երախտագիտություն է հայտնել։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ դրության եւ հեռանկարների շուրջ։ Անցյալ տարվա դեկտեմբերի 27-ից ի վեր սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջև առաջին շփումն է։ Պատահական է, որ թուրքական պետությունների կազմակերպության հերթական գագաթնաժողովը համընկել է Ռուսաստանի նախագահի ծննդյան օրվան, թե այստեղ պետք է քաղաքական խորհրդանիշ տեսնել։ Ըստ երևույթին գործ ունենք երկրորդի հետ։ ԹՊԿ գագաթնաժողովին միացել է նաև Հունգարիայի վարչապետ Օրբանը, որ նախորդին եւս մեկ անգամ պնդել է, որ Ուկրաինան չի կարող Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Ռուսաստանի համար Թուրքիայի եւ թուրքական պետությունների դիրքորոշումն այդ հարցում շատ էական նշանակություն ունի։ Ծննդյան օրվա առթիվ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին եւ քննարկելով հարաբերությունների հեռանկարը, Իլհամ Ալիևը կարծես փակում է Վլադիմիր Պուտինի հետ դիմակայության էջը։ Եկող շաբաթ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկն այցելելու է Բաքու, որտեղ Իրանի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հետ պետք է քննարկի տնտեսական եւ կոմունիկացիոն համագործակցության հետ կապված հարցեր։ Ադրբեջանցի քաղաքագետ Շահին Օղլուն կարծում է, որ Ադրբեջանը պետք է կարողանա Ռուսաստանին համոզել, որ Սյունիքում հաղորդուղիների բացումը բխում է նաեւ նրա շահերից։ Օվերչուկը քննարկելու է նաեւ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման խնդիրը։ Պուտինին Ալիևի զանգը հուշում է, որ նա ռուս-իրանական ռազմավարական համագործակցությանը խոչընդոտելու մոտիվացիա չունի։ Դա ըստ երևույթին պետք է ընկալել որպես Ռուսաստանի նախագահին թուրքական աշխարհից հղած բարեկամական ազդակ։ Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում ավարտվել է թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը։ Նախորդին Թուրքիայի Անադոլու պետական գործակալությունն անոնսավորել է, որ օրակարգային 1 խաղաղություն եւ տարածաշրջանային անվտանգություն հարցի քննարկումից հետո կընդունվի ամփոփիչ Գաբալայի հռչակագիրը։ Ըստ երևույթին կամ նման փաստաթուղթ ընդունելու անհրաժեշտություն չի ծագել, կամ մասնակիցներին չի հաջողվել այն համաձայնեցնել։
Համենայն դեպս Ալիևի բարձրաստիճան հյուրերը Գաբալան լքել են եւ նույնիսկ մամուլի համար համատեղ հայտարարություն չի տարածվել։ Փոխարենը Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նույն օրը Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՊՀ անդամ բոլոր պետությունների առաջնորդների հետ։ Ակնհայտ է, որ Պուտինը ԱՊՀ անդամ թուրքախոս պետությունների, այդ թվում Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույց է ունեցել, երբ նրանք գտնվել են Գաբալայում։ Իսկ օրվա ամենամեծ անակնկալն այն է, որ տեղի է ունեցել նաև Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը, որի մասին Կրեմլի տարածած հաղորդագրությունն արդեն բովանդակային է։ Ըստ այդմ Թուրքիայի նախագահը Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է Գազայում հրադադար հաստատելու, մարդասիրական օգնության ծավալները մեծացնելու եւ պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին։ Ռեջեփ Թայիպ Էրդողանը միաժամանակ հավաստիացրել է, որ պատրաստակամ է ամեն կերպ աջակցելու ուկրաինական կարգավորմանը եւ արդարացի խաղաղության հաստատմանը։ Այս տեղեկատվության դիվանագիտական թեփը մաքրելու դեպքում կունենանք մոտավորապես մի իրավիճակ, երբ Էրդողանը Գազայի հարցում Ռուսաստանից աջակցություն է խնդրել, իսկ փոխարենը խոստացել ուկրաինական պատերազմում պահպանել չեզոքությունը։ Խիստ ուշագրավ է, որ նախորդին Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետությունները ճիշտ են հասկացել վերջին մի քանի ամիսներին Մոսկվայից արվող տարբեր ազդակները, իսկ Թուրքիան երևում է եվրոպական երկրների եւ Միացյալ Նահանգների դիվանագիտական ժեստերին այնքան էլ մեծ հավատ չի ընծայում։ Ռուսաստանի հովանու ներքո թուրքական աշխարհի իրական կոնսոլիդացիա հնարավոր է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ընդհանուր առմամբ համաձայնել է Գազայում պատերազմի դադարեցման Թրամփի ծրագրին, որ բաղկացած է 2 տասնյակ կետերից։ Փաստաթղթերի վերաբերյալ հիմնականում դրական է արտահայտվել Կատարի Էմիր Ալ-Թանին, բայց վերապահում արել, որ պաղեստինցիների իրավունքների առումով լրամշակման ենթակա խնդիրներ կան։ Ալ-Թանին բացահայտել է, որ Դոհայում են գտնվել Եգիպտոսի եւ Թուրքիայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ Համասի բանակցային խումբը։ Հասկացվում է, որ Կատարը, Եգիպտոսը եւ Թուրքիան պարտավորվել են Համասին համոզել, որ ընդունի ներկայացված առաջարկությունների փաթեթը։ Կատարի Էմիրի դիվանագիտական ակնարկներից հասկացվում է, որ արաբական աշխարհը Թրամփի խաղաղության ծրագիրը գնահատում է որպես Պաղեստինի անկախ պետության կառուցման վերջին հնարավորություն։ Որքանով հասկացվում է իսրայելական հասանելի աղբյուրների հրապարակումներից, Երուսաղեմում հույս ունեն, որ Համասը կմերժի Թրամփի առաջարկությունները։ Այդ դեպքում միջազգային հանրությունը կհամոզվի, որ ջիհադականների բուն նպատակը ոչ թե անկախ ժողովրդավարական եւ սոցիալապես ապահով ու անվտանգ երկիր ունենալն է, այլ Իսրայելի ոչնչացումը եւ հրեաների բնաջնջումը։ Ըստ երևույթին ԱՄՆ նախագահը նույնպես այդ սպասումներով է ներկայացրել համապարփակ կարգավորման ծրագիրը։ Երևում է Դոնալդ Թրամփն արաբա-իսլամական մի խումբ երկրների առաջնորդներին խոստացել է Իսրայելին զսպել, եթե նրանք կարողանան Համասին զինաթափել եւ ստանձնել Գազայի անցումային կառավարումը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է Համասին 3-4 ժամանակ տրամադրել, որպեսզի կողմնորոշվի։ Իսրայելական ՅՈՒՆԵՏ-ի ռազմական հարցերով մեկնաբանի գնահատմամբ, եթե պաղեստինյան կազմակերպությունը մերժի Թրամփի խաղաղության ծրագիրը, ապա Իսրայելը գործողությունների լիակատար ազատություն կստանա։ Միջազգային մամուլում տեսակետ է շրջանառվել, որ իսրայելա-պաղեստինյան կարգավորման հարցում հաջողության հասնելու դեպքում Թրամփը դիվանագիտական բոլոր ջանքերը կկենտրոնացնի ռուս-ուկրաինական ռազմաճակատում հրադադարի հաստատման հասնելու վրա։ Թերևս այդ պատճառով է, որ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Մոսկվայում իսրայելա-պաղեստինյան կարգավորման Թրամփի պլանին ծանոթ չեն, բայց Համասի դեպքում Դոնալդ Թրամփի դեդլայնը կաշխատի։